Ու սենց ամեն օր լսում ենք նույն լացու կոցը։ Ուր են կորել իսկական տղամարդիկ, ուր են պաշտպանները, մեր հենարանները։ Իսկ ես ձեզ կասեմ, թե ուր են։ Самый хороший мужчина в мире – это мой сын. Ты с ней больше не общаешься, Ярослав, ты понял меня? Լուրջ եք ասում։ Տղան շուտով պետք է արդեն անձնագիր փոխի։ Մաման դեռ գթալով կերակրում է, համբուրում, հոլովակի տակ գրում է կյանքից միակ ու գլխավոր տղամարդ։ Մենք սեփական ձեռքերով տղաներից փափուկ խաղալիքներ ենք մեծացնում ու հետո զարմանում, թե ինչու էս արյուծս 30 տարեկանում չի կարողանում ոչ մի տղամարդկային որոշում կայացնի։ Իդեպ, ես էս հոլովակը չէի նկարի, եթե ինձ կողքից չտեսնեի ու իմ մուսիկի պուսիկիները Միքայելի հանդեպ։ Տղային ի վերջո պետք է մեծացնել որպես տղամարդ, այլ ոչ թե որպես զուգընկերոջ հոգեբանական փոխարինող։ Նրան պետք է թույլ տալ սխալվել, պատասխանատվություն ստանձնել, սովորել ուժեղ լինել։ Ուզում ենք կողքներս ուժեղ տղամարդ տեսնել։ Դե, ուրեմն պետք է սկսել նրանից, թե ինչպիսի տղամարդ է դուրս գալիս մեր սեփական տներից։ Դե տղա ունեցող մամաներ, անկեղծացեք մեկնաբանություններում։